ԱՄՆ մաքսային եւ սահմանային պաշտպանության ծառայության թիմը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 11-ը կաշխատի Հայաստանի սահմանապահ ուժերի հետ։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատումն է հաղորդում։ Միացյալ Նահանգների մաքսային եւ սահմանային պաշտպանության ծառայության թիմը Հայաստանում իրականացնելու է կարողությունների գնահատում եւ բացահայտելու է բարելավման կարիք ունեցող ուղղությունները։ Վերլուծական մեթոդաբանությունը, որը ԱՄՆ մասնագետները հաջողությամբ կիրառել են այլ վայրերում, օգնելու են ամրապնդել Հայաստանի սահմանների անվտանգությունը եւ հստակեցնելու են ռազմավարական ներդրումներ պահանջող ուղղությունները։ Հպարտ ենք աջակցել այս առաջին քայլին ուղղված խաղաղության խաչմերուկ կարողությունների զարգացման ոլորտում մեր գործընկերության իրագործմանը, որի մասին հուշագիրը ստորագրվեց նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինյանի միջև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը։ Կարդում ենք դեսպանատան հաղորդագրությունում։ Միգրացիոն դատարանի որոշմամբ ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստանին։ Կուսակցության Facebook-յան էջում են հրապարակել։ Միացյալ Նահանգներում դատարանը որոշում է կայացրել, ըստ որի Վարդան Ղուկասյանի կողմից թույլ են տրվել միգրացիոն կարգի խախտումներ։ Ըստ այդմ նա պետք է լքի ԱՄՆ-ի սահմանները։ Դատարանի վճռի հետ կապված ավելի մանրամասն տեղեկություն է փոխանցելու Ղուկասյանի փաստաբանը Գալիկ Ասուլիսում, նշված է հաղորդագրությունում։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները պարզել են, որ օտարերկրյա բազմաթիվ քաղաքացիներ մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել եւ հետագայում իրացրել առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ։ Արդյունքում ստացված գումարների հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով խմբի կազմում են ընդգրկվել նաեւ Հայաստանի մի շարք քաղաքացիներ։ Քննչական գործողություններով պարզել են, որ 2022-ից 25 թվականների ընթացքում Հայաստանի մի քաղաքացու, նրա ամուսնու եւ ամուսնու հոր բանկային քարտերին տարբեր անձանցից եւ տարատեսակ աղբյուրներից փոխանցվել է առանձնապես խոշոր չափի 4 միլիարդ 541 միլիոն դրամ։ Խումբն այս գումարի ծագումը թաքցնելու նպատակով տարբեր բանկերում եւ վարկային կազմակերպություններում փոխարկել է 11 միլիոն 188 հազար դոլարի։ Հետագայում հանցավոր խմբի անդամները ցանկանալով թաքցնել այդ դրամական միջոցների այլ երկիր փոխադրելը եւ խուսափել օրենքով սահմանված կարգով դրանք հայտարարագրելու process-ից գումարները բաժանել են միմյանց միջև եւ 22-ից 25 թվականների ընթացքում գրեթե ամենօրյա պարբերականությամբ որպես հետիոտն հատել են միջպետական սահմանը եւ դրանք փոխանցել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված անձանց։ Երևանի Ազատության պողոտայում 4 քաղաքացիների միջև վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ, կան տուժածներ։ Լրատվամիջոցներից մեկին ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ այսօր կեսգիշերն անց ժամը 4:30-ի սահմաններում ոստիկանություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ազատության պողոտայի մի բակից Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ են տեղափոխել 4 քաղաքացու։ Պարզվել է, որ 4 վիրավորներն էլ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են, որոնք ըստ նախնական տվյալների վիճաբանել են կենցաղային հարցերի շուրջ։ Տուժածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։